Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր տաղավարում իմ հյուրն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Բարի օր Հովսեփ, ինչպես են գործերը։ Ողջույն, շնորհակալություն, լավ են։ Հետաքրքիր բանավեճ է գեներացվում, այն է նոյեմբերի 9-ն է լավը, թե օգոստոսի 8-ը կամ հավասարազորեն իրար։ Նպատակը ո՞րն է այս թեմայի տարօրինակ ակտիվացման։ Նախ ֆիքսենք, որ դա գեներացնում են նախկինները։ Այո։ Եվ նրանք, ովքեր որ նոյեմբերի 9-ը հռչակել էին կապիտուլյացիոն պայմանագիր եւ վերջին Եվ հիմա ասում են լավն է։ Հա, հիմա ասում են, գիտեք ինչ էր իրանց համար լավը, որ գոնե այնտեղ Ռուսաստան կար, գոնե FSB կար ռուսական։ Իրենք ռուսական FSB այդ բառը որ լսում են, ասենց ոգեշնչվում են, չէ՞, որտեղ իրենց համար հարազատ ինչ որ կառույցի մասն է խոսում։ Իսկ հիմա չկա FSB, հիմա կա Հայաստանի ինքնիշխանություն, ինքնիշխան վերահսկողություն լիակատար այդ ճանապարհների վրա։ Ինչքան էլ կարճում են այն բառից, որ անխոչնդոտ է լինելու, կներեք այդ անխոչնդոտը մեկնաբանություն ունի, այդ մեկնաբանության վրա է։ Անխոչնդոտ ինչ է նշանակում։ Հիմա Իրանից Վրաստան գնացող բեռները խոչնդոտ հանդիպում են, ոչ մի խոչնդոտ չեն հանդիպում։ Ստուգում են հանդիպում, դա խոչնդոտ չի։ Նույնը ստեղ ալնելու, ստուգումները լինելու է։ Միակ բանը, որ Ադրբեջանը միշտ ուզում էր, որ այն էլ ավելի շատ պատրվակ էր իրանց համար դա խնդիրներ ստեղծելու համար, որ հայ սահմանապահների դեմքը պետք է մեր քաղաքացիները չտեսնեն, թե եթե ուզում եք համատեղ ապրել, խաղաղ ապրել, եթե ուզում եք ճանապարհները բացվի, Էլ չասած, եթե ուզում եք ադրբեջանցիներ ինչ որ վիրտուալ բերեք Հայաստան, իհարկե, գալու են ձեզ ըստե վերադառնան ապրեն, չէ՞, դեմք ոնց պետքա չտենան, կամ հայ քաղաքացիները, որ պետքա Ադրբեջանի սահմանը հատեն, այսինքն հայ քաղաքացիները Ադրբեջանի սահմանապահի դեմքը տեսնելու են, չէ՞, այդ ոչինչ։ Հայկական բեռնատարը գնում է Ռուսաստան, Ադրբեջան։ Ձեր նուրբ հոգիները չեն տվայտվի արդյունքում, որ ձեր սահմանապահները հայ քաղաքացիների տեսնեն։ Անիմաստ անհեթեթ ինչ որ պատճառ են, բայց քանի որ ասել են դա, ու հիմա շարունակում են պնդել, հայկական կողմն էլ ասել է շատ չեք ուզում տեսնել, տեխնիկական միջոցներ կլինի, որ ոչ մերոնք ձեզ ստենան, ոչ ձերոնք մեզ ստենան։ Այնց չի, որ մերոնք էլ շատ ուզում են։ Ընդհանրապես դա պետք է հանվի, դա ռասիստական մոտեցում է, էլի, ու ոչ Ադրբեջանի քաղաքացիներին են հարցրել վստահ եմ իրենց ղեկավարությունը, դուք ուզում եք հայերի դեմք տեսնեք, թե չէ, որտեղ ադրբեջանցիները շատ լավ էլ այլ երկրներում հայերի դեմք տեսնում են, լավ էլ համագործակցում են, իրար բիզնես են անում։ Հիմա այս վիճակն է, որ ասել են լավ, տեխնիկական միջոցներ դա ամերիկացիներն են կտրամադրեն, հիմա ընդ որում ոչ միայն այդ սահմանին, Հայաստանն ասում ենք ամբողջ սահմաններն վերազինելու ենք, որ եվրոպական ստանդարտի անցնենք, տեսել եք Եվրոպայում ոչ բոլոր տեղերը դեռներ դրված, բայց շատ տեղերում անցնում ես, անձնագիրը դնում ես, այդ սկաները անում է, սկանավորում է, ինքը եթե ամեն ինչ նորմալ է, անցնում ես, դռները բացում է, անցնում է, ոչ մեկի դեմք էլ չես տեսնում, հա։ Շատ երկրներ կան, երբ որ գնում ես այդ նստած սահմանապահը կամ այդ ծառայության աշխատակից, սկի դեմքի չել նայում։ Ինքը իր համակարգչին է նայում։ Անցկացնում է բանը։ Հիմա այդ է, որ լինելու է ու մնացածը Հայաստանի վերահսկողության ներքո է լինելու լիարժեք եւ մենք այդ աշխարհակահաղական բոլոր շահաբաժիններից օգտվելու ենք, որտեղ այդ տեղով անցնելու են, ասում աշխարհի բեռները, Չինաստանից մինչև Եվրոպա եւ հակառակը, եւ դա որևէ կերպ նաեւ խնդիր չի ստեղծելու հյուսիս-հարավի համար, որովհետեւ կներեք էլ այնտեղ ոչ թունել են կառուցելու, որ իրար վրա ճանապարհ, խաչմերուկ է լինելու, ասենք Մեղրի շրջանով անցնող ճանապարհի եւ հիմիկվա եւ ընդհանրապես ինչի հակադրել հյուսիս-հարավ եւ թրի։ Ես չեմ հասկանում ճիշտն ասած, ավելի լավ չի համեն ունենք համեն։ Բա իշխանությունների հրճակած խաղաղության խաչմերուկը, որը որ նաեւ ֆիքսվել է համ ամերիկյան փաստաթղթերում օգոստոսի 8-ի, համ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթում։ Բոլորը ճանաչում են այդ խաչմերուկը, չգիտես ինչի մենակ մեր որոշ փորձագետներ, որոշ ընդդիմադիրներ որ իրոք ընդդիմադիր են, բայց չգիտես ինչի այդ նարատիվը նույն կրկնում են, եւ որոշ նախին քրեա օլիգարխային ներկայացներ, որոնց ես ասում եմ ուզուրպատորներ, գանձագողեր, բայց ոչ երբեք ընդդիմադիրներ, նրանց ինչն է ընդդիմադիր։ Քրեական տարեր են նրանց, որոնց տեղը բերդում է։ Բանավեճ համար 2 Ցորենը, որ մտել է Հայաստան կամ ճանապարհին է, ռուսականը լավն է, ղազախականը վատն է։ Ցորենի հիմա ասում են 4-րդ կարգի ցորենը, չգիտեմ 4-ը, 10-րդը, եթե ինչ անասնակերի համար է, հա թող բերեն անասուններին կերակրեն։ Պետք չի անասնակեր մեզ։
Չէ, երևի չի։ Լավ, կամ այսօր այդ ծորենը եկա, վաղ ուրիշ ծորեն եք ուզում, դուք առեք այդ ծորենը, Ղազախստանից գնացեք, ասեք առաջի կարգի ծորեն եմ ուզում առնեմ, ինչի՞ չորրորդ կարգի ծորեն ուղարկում։ Դե ինչ առել են, դա ուղարկել է, ասենք, այնպես չի որ նաղդել են վրեքներս, մեզ էլ։ Եվ ի վերջո այդ կենթանին, որ ուտելու է այդ ծորենը, այդ կենթանու միսը վաղը դուք եք ուտելու։ Հա, եթե ուզում եք այն կենթանին, որը դուք եք ուտելու, միայն առաջի կարգի ծորեն ուտի, գնացեք առաջի կարգին, դուք ձեր համար բերեք։ Մոնոպոլիա չկա։ Երևի իրանք լեռնային կղտար են ուտում։ Այո, փրփուրներից կախվելու պահն է, որտեղ այդտեղ կարևորը բովանդակությունը չէր բեռի։ Սևացնելը։ Կարևորը այդ ճանապարհը բացվելն էր։ Առաջի փորձարկումը անելն էր եւ այդ ճանապարհով արդեն սկսելու է գալ։ Հա, թող ռուսականն է գա, բեռնատարներով է գալիս, թող երկաթ գծով գա, ավելի լավ չի։ Ամերիկյան վրա էժան կնստի, ամեր վրա էժան կնստի։ Այսինքն գինը պետքա որ դրա վրա դրանից ազդվի եւ նվազի։ Այո, այո։ Բայց մեզ պետքա նաեւ Ուկրաինայից անպայման։ Իհարկե։ Ընդ որում թե տնտեսապես, թե սկզբունքորեն։ Այո։ Երկուսն էլ այս պարագայում կարևոր է։ Պետք որ մենք տարբեր տեղերից ստանանք, որ մի տեղից ինչ որ խնդիրների պատճառով դադարի, Ռուսաստանի դեպքում միտումնավոր կարա լինի, Ղազախստանի դեպքում կարա խնդիրներ լինի ինչ որ Ուկրաինայի դեպքում կարա խնդիրներ, որ մի տեղից էլ խնդիր լինի, այն մյուս տեղերի հաշվին մենք այդ խնդիրները չեզոքացնենք, այսինքն դա դիվերսիֆիկացիայի իմաստը դա է։ Մեր սիրելի ճակերտներում Մարիա Զախարովան կրկին խոսեց եւ այս անգամ էլ խոսեց շատ հետաքրքիր, իրեն հարց են տալիս հիբրիդային պատերազմի մասին, որ Հայաստանից մեղադրուանքներ են հնչում Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ այլն, ինքը հետաքրքիր պատասխան է տվել։ Մի նախադասությունը ՌԴ-ն միշտ հարգել է ժողովուրդների յուրաքանչյուր ժողովրդի ավելի շուտ սուվերեն ընտրությունը։ Այսինքն երկիրը այս պահին կոտորում է ուկրաինացիներին, որոնք իրենց սուվերեն ընտրությունն էին արել։ Եվ Ռուսաստանը միշտ հարգում է սուվերեն ընտրությունը ժողովուրդների։ Եվ մենք տեսանք, թե նաև ոնց հարգեցին արցախցիների սուվերեն ընտրությունը։ Այո։ Գլխանց հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Եվ որ Հայաստանում հալածում են Ռուսաստանի հետ կապերի զարգացման կողմնակիցներին։ Դե իրենք երբեք չեն փայլել քաղաքական տրամաբանությամբ։ Մի օրվա մեջ նույնիսկ, ոչ թե հաջորդ օրը, նույն օրվա մեջ, նույն նախադասության մեջ երկու հակասող իրար բաներ կարող ասեն։ Եվ հատկապես իրենք երբ որ ազատ խոսքի ջատագով են դառնում, որ ասում են քննադատում են թե Հայաստանում խոչընդոտվում է ազատ խոսքը, թե այդ որտեղ է խոչընդոտվում, ինչքան, ինչ շուն գել կա Հայաստանում հարթակ ունեն։ Ով ասես դարավ քաղաքական գործիչ, ինչքան գողավազակ կա, հիմա քաղաքական գործիչ։ Այդ թվում ռուս բլոգերներ, հրյա բլոգերներ, ով ասես։ Եվ նման պայմաններում իհարկե ավելի է դա ապացուցում, որ Ռուսաստանից պետք է հեռու մնալ եւ զգուշ լինել, եւ մեր եվրոպացի գործընկերներն, ովքեր որ հետևում են Մոլդովայի իրավիճակին, ոնց այնտեղ անցավ ընտրությունները, Ռումինիան եւ այլն, ասում են, որ դուք նույնիսկ չեք պատկերացնում դեռ ինչ հիբրիդային պատերազմ, ինչ տարատեսակներ կկիրառվի Հայաստանի դեմ։ Ինքը Մոլդովայի օրինակն էլ էր բերել։ Այո, եւ առավել եւս նենց չի որ Մոլդովան իրենց երևակայության գագաթնակետներ հիբրիդային պատերազմի գործիքակազմի տեսակետից իրենք նոր գործիքակազմեր կարող են կիրառել մանավանդ որ այնտեղ ինչ ունեին կիրառեցին, ինչ որ հնարավոր էր ու հնարավոր չէր Մոլդովայում կիրառեցին։ Եվ նույնը կիրառելու են այստեղ շատ ավելի մեծ թափով, որովհետեւ երկրորդ ցախողում Կիրիենկոից Պուտինը չի հանդուրժի եւ իրեն ուղղակի կարող է լավագույն դեպքում պաշտոնանկ անել։ Իսկ կարող է ուրիշ բաներ պատահի, ասենք այնտեղ ով դուրս չի գալի Պուտինի կամ ով հանրական չի կատարում, մեկ էլ տեսնում ես որևէ տեղից 7-րդ հանգից ընկնում է, կամ երկնքում ինքնաթիռն է պայթում։ Հազար բան է լինում։ Նենց որ Կիրիենկոն հիմա ամեն ինչ անելու է, որ շատ ավելի մեծ գումարներ ծախսեն այստեղ։ Հեսա սկսելու են գայթակղել լրատվամիջոցներին, որ հարթակներ չտրամադրեն տարբեր ինքնիշխանության ջատագով ուժերի ներկայացների։ Հիմա ինձ էլ որ որոշ տեղերում այլևս չտեսնեք, չզարմանաք։ Իմացեք, որ արդեն գնում են, մեծ գումարներ են գնում։ Եթե կներեք էլի, որը մեկս կարող է չէ կռահել Թաքեր Կարսլոնը, որ անկախ իրեն հրճակում է անկախ լրատվամիջոց եւ այլն, ինչ գումարների դիմաց է, ուրեմն պարոն Սամվել Կարապետյանի ազգականին ուրեմն հարթակ տրամադրել, որը ընդեղից հրճակում էր թե
Հայաստանը պայքարում է համաշխարհային քրիստոնեության դեմ համայրա, այտենց մի բան է, լավ է չէր ասում, Հիսուս Քրիստոսի դեմ է պայքարում Հայաստանը։ Իրենք Հայաստանի դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ շառանողներ են, որոնք որ այդ շառանելու հաշվին ուզում են վարկաբեկեն, սևացնեն մեր պետությունը, որ հետո գան այդ պետության ղեկավար։ Իրանց մոտ էլ ինչ-որ բան չի աշխատում, տրամաբանության հետ խնդիր ունեն իրանց։ Չգիտեմ, բիզնեսի մեջ է տենց, հա։ Եթե դու բիզնեսմեն ես, պետք է հասկանաս, որ երևի պետք չի այն ուրեմն արժեքը, որը դու վաղ միսօր ուզում ես տիրապետես, գլխանց փչացնես, վարկաբեկես։ Չնայած այդպես երբեմն անում են բիզնեսի մեջ, որ այնքան էժանացնեն, որ հետո էժան գնով գնեն։ Դե իրենց տրամաբանությամբ եմ խոսում, որտեղ իրենք բիզնեսի ցենկով չեն պատկերացնում։ Հայաստանը այնքան էժանացնել, որտեղ շատ էժան գնով դարձնել գուբերնիա։ Հա, նույն տրամաբանությունն է։ Որտեղ երբ որ դու ուժեղ ես, ուժեղ պետություն այդքան հեշտ չի գրավել, զավթել։ Ուժեղ պետությունը ժողովուրդը նաև ավելի վճռական եւ հասուն հավասարակշռված վճիրներ է կայացնում ընտրությունների ժամանակ։ Վրաստանը անգամ չեն կարողանում ամբողջությամբ կուլ տալ։ Այո, դիմադրում է վրացի հասարակությունը, վրաց հասարակությունը, բարեբախտաբար, ինչքան էլ որ գնալով սեղմում են օղակներ եւ շատերը հիմա արտագաղթում են, այդ թվում Հայաստան, ասեմ ձեզ, կա հասարակության ներկայացներ։ Եվ իդեպ նաեւ կա մեծ համակրանք Հայաստանի հանդեպ Վրաստանի քաղաքացիության մեջ։ Իրենք շատերը արդեն ասում են, որ մենք առաջ մտածում ենք, որ անհույս է Հայաստանը, բայց պարզվեց մենք ենք անհույս։ Հիմա այդ տրամադրությունն է։ Ցավոք մեր համար իրականում։ Մեր համար էլ ցավոք, միանշանակ, բայց ես մի բան ասեմ, դրա նշաններից է նաև, տեսեք, արվեստի մեջ տեղի ունեցող որոշ նշաններ կան։ Երբ որ Վրաստանի հանդեպ Ռուսաստանը ժամանակին ճնշումներ գործադրում Վարդերի հեղափոխությունից հետո, Ռուսաստանում ժողովրդավարական տրամադրություններ ունեցող ազատական, ասենք, առաջադեմ արվեստի գործիչները սկսեցին վրացիներին տեղ տալ շատ։ Տենում էր մեկ էլ տարբեր հարթակներում, ամբիոններում վրացիներ, վրացի երգիչներ, վրացի պարողներ, վրացի համույթներ, վրացի, ասում են, «Էս ինչա Ռուսաստանի բոմոնդը չի հանգար սկսել վրացա ցավով տառապել»։ Որտեվ համակրում էին, որտեվ իրենք տեսնում էին, որ Վրաստանը դեպի ազատություն է գնում, դեպի Եվրոպա է գնում։ Իրենք էլ էին ուզում, որ Ռուսաստանն է գնա այդ ուղով։ Եվ իրենց համակրանքը, իրենց քաղաքական դիրքորոշումը այդպես էր դրսևորվում, վրացիներին էին տեղ տալիս։ Հիմա տեսնում ենք Վրաստանում Եվրոտեսիլի իրենց ներկայացուցիչը հայ աղջիկ ալնելու։ Ցավոք ազգանունը վրացացված։ Դե հիմա դե իրանց սիրած տարբերակն է, դա։ Բայց գիտե բոլորն գիտեն հայ է եւ իրենք էլ են ասում։ Բայց ոնց որ թե հայ ազգանուն էր։ Չէ, վերջում Յանի են սարքել։ Յանը սարքել էին Յանի։ Իրանց սիրած տարբերակն է։ Հա, բայց քանի որ իրենք է գիտեն, որ հայ է, չէ, իրենք գրում են, որ հայ է, ուզում ասեմ, այդ համակրանքը եթե չլներ, դժվար թե էլի միշտ քաղաքական ֆակտորը այդտեղ գիտեք, Եվրատեսիլը տեղով քաղաքականություն անեն, չի որ զտարյուն արդար որոշում է կայացվում, որ ամենալավ երկողն է լինում, որովհետև կարող է առաջ ավելի լավ երկող հայեր են եղել, տեղ չեն տվել, բայց հիմա չգիտես, ասենք, հետո ավելի լավ երկերն է մի քիչ պայմանական է, ասենք 10 հոգի մեջ կան բոլորը շատ լավ են երգում, արդեն որոշումը դու ըստ համակրանքի ես ընդունում, էլի։ Դե իրանք ասում են մեր վրացական հայն է։ Շատ հետաքրքիր բնորոշում։ Դա միակ դեպքը չի դեպ։ Մի հատ վրացի տղա էլ հայկական երգեր էր երգում եւ մեծ բան ստացավ։ Իրենց մրցույթում, Վրաստանի ներսի մրցույթում ամենաշատ դիտումները այդ տղան ունեցավ։ Տեսել եմ։ Ես հաջող հաջող էր երգում, հա։ Ուզում ասեմ կա այդ համակրանքը ու ես էլ եմ զգում արդեն վրացիների հետ շփվելուց շատ գործընկերներ ունեն, զգում եմ որ իրենք ասես բարի նախանձով են նաև տարապում, որ դուք ձեռք եք բերել մի բան, ճիշտ է մեծ կորուստների գնով, դե իրանք էլ կորուստներ ունեցան։ Աբխազիան, Օսեթիան իրանք կորցրեցին, բայց ես վստահ եմ իրենք վերադարձնելու են դա։ Ու ես նաև վստահ եմ մենք էլ Արցախ վերադառնալու ենք, անկախ նրանից ինչ կարգավիճակով է դա լինելու, որպես ժողովուրդ եւ անվտանգ, հա, ես մենք նկատի ունեմ, ինձ նույնացնում եմ նաև այն արցախայության հետ, որը որ ցավոք ստիպված է եղել լքել, կփոխվեն ժամանակները եւ եթե հաջողվի նաև Ադրբեջանին ձգելով տանել Եվրամիություն, իհարկե այդտեղ մարդկանց ունեցվածքի հարց կա, հայրենիք վերադառնալու հարց կա։ Ոնց որ թե ՆԱՏՕ արդեն ուզում է մտնի Ադրբեջանը։ Դա մեր շահերից է։ ՆԱՏՕ-ից Եվրամիություն մի քայլ է։ Ինչքան շուտ փոխվի վերջնականապես Ռուսաստանից եւ ավելի մեծ կապերով կապվի Եվրոպայի հետ, այնքան ավելի շուտ կժողովրդավարանա նաև, բնականաբար այս ռեժիմի օրոք չէ, Ալիևի ռեժիմի օրոք չէ, բայց
կժողովրդավարանա եւ ավելի հեշտ է հարցերը կլուծվեն, վերջի այդ խաղաղությունը կբերի ինչ որ շփումների, այն ինչ որ առաջ թույլ չէին տալիս, կար հարաբերական խաղաղություն, բայց Ալիևը սկզբունքորեն թույլ չէր տալի։ Որթի Ալիևը։ Հայր Ալիևի օրոք այդ կար այդ շփումները քաղաքացիությունների միջև, ժողովուրդների միջև կար։ Ռուսաստանում շատ էր կազմակերպվում նման հանդիպումներ։ Սա եկավ 2004 թվականից արգելեց։ Կտրուկ արգելեց, համարյա ասում էր դուք գործակալ եք, եթե գնում եք հայերի հետ հանդիպում եք։ Բայց հիմա արդեն քանի որ էլի թույլատրությունը կա, տեսակ ադրբեջանցիներն եկան, տարբեր եվրոպական հարթակներում շփումներ կա, չնայած ես օրինակ գերադասում եմ իրական ընդդիմադիր եւ իրական քաղաքացիություն ներկայացնող ադրբեջանցիների հետ շփվել, Ադրբեջանում չեն մնացել գրեթե, համայրը չկան, ով էլ կամ Բերթերում է կամ շատ ծպտյալ է աշխատում, բայց Եվրոպա են փախել եւ այդ ադրբեջանցիների հետ նույնպես պետք է աշխատել, մենք փորձում ենք աշխատել, ծրագրեր անել, իրենց էլ բերել Հայաստան, ոչ թե միայն գոնգոները գան Ադրբեջանից Հայաստան, այլ նաեւ իրական են վաղվա Ադրբեջանի ներկայացուցիչներ, իրական ժողովրդավարական Ադրբեջանի ներկայացուցիչներ, եթե երբևէ հույս ունենք, որ դառնալու է այդպիսին Ադրբեջանը, հիմիկվանից իրանց հետ այդ մտապատկերը կառուցենք, ինչպիսին պետք է լինի մեր համակեցությունը այս տարածաշրջանում։ Շատ լավ, բայց վերադառնանք մեր նախկին խոսակցությանը եւ հետաքրքիր զուգադիպությամբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեղադրում է Փաշինյանին 680,000 ընտրողներին, քաղաքացիական որոշ գործիչների ու քաղաքական գործիչների, հետևում նաեւ ձեզ, որ դուք, այսինքն բոլորը, այս թրիփ նախագծով թուրքերին բերեցիք Սյունիք։ Տեսակ ինչ եղավ։ Այդ ուրեմն գրել էր մի քանի ամիս առաջ, միջև թրիփը դեռ եւ որ այդ խոսակցությունը կար, ինքը այդ աղմուկի միջոցով ինքը եւ էլի շատերը փորձում են կանխել, որ հանգարց այդպիսի բան չլինի։ Ոնց թե ռուսական Facebook-ի փոխարեն հայ-ամերիկյան կոնսորցիում պետք է լինի, ոնց կլինի։ Մարդիկ գիշերներ հիմա չեն կարողանում քնել։ Իրենց ուրեմն հարազատ Կրեմլի ուրեմն բանը ոտը կտրվում է կամած այստեղից։ Իրականում ինքը ուրիշ բանել էր ասել, ասում էր բանա, Սյունիքը բոլշևիկներ նվիրեցին հայերին, ոչ թե Նժդենը ազատագրե պարզումա Սյունիքը, այլ բոլշևիկներ նվիրեցին Հայաստանին Սյունիքը։ Լավ, ինչևէ, նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնամ դրան, որտեղ բոլորն էլ տեսան, որ ոչ մի ուրեմն բան չկա, Հայաստանի ինքնիշխանության գոնե մի գրամ նվազեցում չկա մեր վերահսկողությունը լիակատար է լինելու Սյունիքում եւ այդ ճանապարհների վրա եւ ինչպես ասացի մենք այդ քաղաքական աշխարհակաղակական շահաբաժինը արդեն սկսում ենք ստանալ հանձին նրա որ եւ արդեն Ադրբեջանն է հաշվի նստում այդ իրողության հետ որ այո ստեղով պիտի ճանապարհներ մեր ինքնիշխանության ներքո անցնի եւ Թուրքիան է արդեն կամաց համակերպվում եւ վաղ թե ուշ բացվելու են սահմանները հունվարի 1-ից հուսով եմ արդեն առաջի քայլը կլինի առնվազն երրորդ երկրի քաղաքացիների համար իսկ դա մի զգալի հատվածն է մեր եւ Հայաստանում կան բազմաթիվ եվրոպական երկրների երկրորդ քաղաքացիություն ունեցող կամ ռուսական երկրորդ քաղաքացիություն ունեցողները նաեւ туриզմի համար շատ լավ կլինի շատ բնակարաններ են գնում իդեպ հենց ռուսները Հայաստանում դե ռուսները ասելով սա ուրիշ ժողովուրդ է, այսպես կարելի է մոտավորել։ Ասեմ, Գյումրին կսկսի թափով ավելի զարգանալ, որովհետև եթե օրինակ туриզմը այսօր կա դեպի Գյումրի, վաղը անի գնալու հնարավորություն կլինի, եթե ճանապարհները բացվեն, գոնե երրորդ քաղաքացի, երրորդ երկրների քաղաքացիները արդեն հունվարի 1-ից հետո կարող են կարճ ոչ թե գնան Վրաստանով, պտտվեն, հսկայական ծախսեր անելով, նոր գան սարեր ձերերով, հետ կան հասնեն անի, այդ միանգամից անցնեն այդտեղ գնան անին տեսնեն, գան Գյումրիում հյուրանոցում էլի շարունակեն ապրել։ Այնտեղ էլ ագները թանկանալու տների եւ տարածքների ամեն ինչի ոնց որ Մեղրիում արդեն սկսում թանկանալ։ Այնպես որ այդ զարգացումը լինելու է, այս գործընթացները, բայց ընդհանրապես փոքր բան ասեցի ես։ Բայն ներդրումները, որ այս լոգիստիկ շղթաների ենթակառույցների վրա ծախսվելու, որտեղ Չինաստանից Եվրոպա գնացող բեռները հսկայական ծավալ են գնալով ավելի մեծ ծավալ են ստանալու, որտեղ այս ճանապարհները եթե ենթակառույցները մշակվի, բացվի, իսկ այդ ներդրումները անում են եվրոպացիները, դա միայն մեր տարածաշրջանը չի վերաբերում, որտեղ 2.5 միլիարդ, 3 միլիարդ, երկու փուլով բան են, չէ, 2.7 միլիարդը արդեն իրացվում է, մի այդքան էլ խոստացել են։ 10 միլիարդ արդեն Միջին Ասիայում են դնում, իրենք անվանում են դա global gate, այսինքն գլոբալ դարպասներ։ Գիտեք, այդ նույն ճանապարհները 3 տեղի 3 տարբեր բաներ են ասում, ասենք 1 գոտի 1 ուղի Չինաստանն է ասում, ուրեմն միջանցք ամերիկացիներն են ասում, ուրեմն գլոբալ դարպասներն եվրոպացիներն են ասում, բայց ամենամեծ փող դնողը հիմա եվրոպացիներն են։ 10 դրել են, 50 էլ նախատեսում են, որ պետքա դնեն։
Այդ նշանակում է, որ թողունակությունը գնալով մեծանում է, բեռները ավելանալու է ծավալները եւ նույնիսկ եթե միայն մեղրի հատվածով այդ բեռները անցնելու են, դա արդեն մեր համար անվտանգային որոշակի լրացուցիչ բաղադրիչ է, որովհետեւ Այդ թվում նաեւ հյուսիս-հարավը կսկսի աշխատել շուտով։ Միանշանակ։ Արդեն բան չի մնացել գրեթե, գոնե մեր հատվածի Վերջո, եթե երկաթգծերը բացվում է, հյուսիս-հարավը Նախիջևանով գալու է մեր տարածքով անցնի։ Հիմա տեսեք, թուրքերը զուգահեռ ճանապարհ ասում են կառուցվում է, հələ չգիտեն կսկսեն թե չէ, Ղարսից Իգդիրը։ Բայց նույնիսկ եթե կառուցեն, որի արդյունքում մենք, ասենք, մեղրիով մենակ այդ արևելք-արևմուտքը, մենակ մեղրի հատվածում կստանանք եւ ինքը կգա Նախիջևանով դուրս կգա դեպի բան։ Չնայած որոշ գնացքները կարող է Երևանով մտնեն Գյումրի, Գյումրիից Ղարս գնան։ Ասենք բոլորը չեն թուրքական գնացքներ լինելու, որ Թուրքիան գերադասեն։ Բաց լինի ճանապարհները, ոնց կորոշեն երկրները, տենց է կանեն։ Բայց այստեղ ուրիշ բան կա։ Մենք Նախիջևանով ճանապարհը ստանալով հյուսիս-հարավ է բացվում։ Որտեվ Աբխազիան ճիշտ է փակ է միջև հիմա, բայց գոնե միջև Սևծով մենք ստանում ենք երկաթգիծ։ Այսինքն Ջաբահարից, Պարսից ծոցից բեռնում են Չինաստանից, Հնդկաստանից, բայց հատկապես Հնդկաստանից, որտեղ Հնդկաստանի համար արևելք-արևմուտքը այդքան տեսանելի չի, ինքը այնտեղ մուտք չունի Ուրումչիից, հա, ասենք Չինաստանի կողմից մուտք չունի։ Ջաբահարից ավելի։ Ջաբահարից միանգամից գալիս է Իրանով, Իրանից գալիս է Հայաստան, Նախիջևան սկզբից հետո Հայաստան, Ադրբեջանն էլ է օգտվում բնականաբար, բայց Ադրբեջանը ամեն դեպքում օգտվում է, որտեղ ինքը միակ երկիրն է, որ ասենք անխուսափելի է իր տարածքը օգտագործել, իր տարածքով անցնել այդ արևմուտք արևելքի համար, բայց հյուսիսի հարավի համար հնարավոր է, եթե մենք երկաթգիծ ունենայինք, ասենք Զանգեզուրով, Սյունիքով, բայց ոչինչ, Նախիջևանի այդ մի հատվածը մենակ ինքը կօգտվի, այն մնացածը կգա Հայաստանով, բայց այդ էլ ուրիշ խնդիր է, բա երկաթգծերը այտենց մնալու է ռուսական երկաթգծերի ռժդեի տակ, որ 50 կմ/ժ արագությամբ օգտագործեն, որ ոչ մեկ չուզենա օգտվի։ Ժանգոտացած տորմուզ է, էլի, ասենք արգելակ, ասենք գան արագ-արագ այդ բեռները գան, որ թափով պետք է հասնեն Սևծով, Հայաստանի տարածքում դանդաղ միջև հասնեն։ Ընդ որում ռուսները այդտեղ կարան նաև սաբոտաժ անեն։ Միանշանակ պետք է կոնցեսիայից զրկել։ Հիմքերը կա, ես ոնց հասկանում եմ, ուղղակի Հայաստանի իշխանությունները այսպես ամեն ինչ քայլ առ քայլ են ուզում անեն, միանգամից ամեն ինչ չեն ուզում անեն, որ միանգամից հարված չստացվի Ռուսաստանից, բայց դա անխուսափելի քայլ է, եթե մենք ուզում ենք խաչմերուկ։ Եթե հեծը ներողություն, եթե հեծը զրկվի, նույն կերպ նաև կարող է զրկվել նաև ավելի հեշտ է կոնցեսիայից զրկելը, որտեղ այնտեղ նաև պաշտոնական հիմքեր կա, դատախազությունում գործ կա յուրացումների 115 միլիոնի յուրացում են արել ներդրումանների փոխարեն ռուսական ռժդը մեր երկաթգծերը, քամել ամենակ փոխանակ ներդրումանի զարգացնի դրա համար էս վիճակում է երկաթգծերը։ Այնպես որ անխուսափելի է, եթե ուզում ենք հայկական խաչմերուկ ունենանք, խաղաղության խաչմերուկ կասեք, հայկական խաչմերուկ կասեք, ՌԺԴ-ով դա չի լինելու։ Դա մնալու է ռուսական արգելակ, ոչ թե խաչմերուկ հայկական, այլ ռուսական արգելակ։ Այո։ Ռուսական ճահիճ։ Որոշ գործիչներ էլ այդ թվում նաև նախկին նախագահներ կամ նախագահ ու մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում են, որ Հայաստանն է մեղավոր Արցախյան երկրորդ պատերազմում։ Ուրեմն հիմա արևմուտքում զարգանում է այն խոսույթը, որ այս պայմանավորվածությունները անարդար են, այն իմաստով, որ ռազմական ճնշման արդյունքում են ձեռք բերվել։ Եվ Ալիևը, ճիշտ է, դրանք շատ սաղմնային փուլում են, նոր է սկսում այդ դիսկուրսը, եւ մենք էլ նպաստում ենք դրան, իդեպ ասեմ, նկատում քաղաքասարակությունը, որտեղ իշխանությունները պարզ են, հենց իրենք են այդ ուժի ազդեցության, ստագնալիքների, հա, պատճառով, որպեսզի պատերազմ չլինի, ինչ որ բաների զիջել են, որ նաև ներշահերից չի բխում, հա, օրինակ այդ հետկանչումը բաների, գործերի, քրեական գործերի, որ միջազգային դատարաններում կար, կամ եվրոպական դիտորդների հետ քաշելը, եթե ստորագրի իհարկե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերջնական կամ Մինսկի խմբի լուծարում, այդ լրիվ մեր շարից չէր բխում, ստիպված համաձայնվեցին, ինչքան էլ իրենք հիմա ասում են, մենք մեզ էլ էր մենք 1 րոպե ունենք, խնդրում եմ 1 րոպեի վերջ։ Բայց ամենայն դեպս այդ ամեն ինչով հանդերձ Ադրբեջանը, որպեսզի կանխի դա, ինքը սկսում է հիմա տարածել, որ բայց մենք ինչ մեղք ունենք, այս պատերազմը հայերն են սադրել, հայերն են սկսել, եւ իրենք ունեն այստեղ դաշնակիցներ այդ ասելու մեջ, որտեղ այստեղ էլ մարդիկ կան, հատկապես նախկին նախագահները, միաբերան պնդում են, այո, Հայաստանն է սադրել այդ պատերազմը, Ադրբեջանը ինչ մեղք ունի։ Շատ լավ, կշարունակենք, ցավոք եթերաժամը սպառվեց, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Վերջում հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խորշուդյանը։ Ամենայն բարիք ձեզ։